Հայտնության 7 եկեղեցիների մեջ բոլոր եկեղեցիներին այդ միտքը օգտագործված է, ով որ կհաղթե կամ անոր կհաղթե։ Մեկը գրված է անոր լսելու ականջ ունի, եւ մյուսը անոր կհաղթե։ Սա 7 եկեղեցիներում գրված է։ Եվ ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ սա ամեն մեկին տրված չի։ Սա նշանակում է, որ սա տրված է նրան, ով որ կհաղթի։ Սա ամեն հավատացյալի չի վերաբերվում։ Սա վերաբերվում է բոլոր հաղթական կյանքով ապրողներին։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ սա վերաբերվում է այն հաղթողներին, ումը որ Աստված է հաղթող ճանաչում, որովհետև շատերը կան, որ իրենք են իրենց հաղթող ճանաչում, բայց Աստված է ճանաչում։ Հետևաբար եղբայրներ քույրեր ջան, շատ կարևոր է այս խոսքը, ով որ կհաղթի։ Ես կամ այդ ով որի մեջ։ Ես նա եմ, ով ապրում այդ հաղթական կյանքով։ Հայտնության 12-րդ գլխի 11 համարը, որ նրանք հաղթեցին գառնուկի արյունով, իրենց վկայության խոսքով եւ իրենց անձերը չսիրեցին մինչեւ հիմա։ Գիտեք, թե գառնուկի արյունը եւ թե ավետարանի խոսքի գործը մեր կյանքի մեջ ուզում է բերի այս հրաշքը, որ այսօր ինձ ու քեզ անձնասիրությունից դարձնի դեպի աստվածասիրություն։ Եսակենտրոնությունից մեզ փոխի դեպի Քրիստոսակենտրոն, մեր կյանքը այդպես դասավորվի։ Մեր հասկացողությունից հրաժարվել եւ հանձնվել ու հաստատվել ավետանի ճշմարտությանը։ Ինչի համար է Աստված ուզում, որսի դու քո անձը միջև իմ մահ չսիրես։ Որովհետեւ երբ որ մարդը իր անձը սիրող եղավ, իր պատերազմը ճիշտ չի լինելու։ Հետևաբար, եթե չկա ճիշտ պատերազմ, չկա նաեւ հաղթություն։ Միգուցե որոշներս պատերազմում ենք ոչ թե աներևույթ թշնամու դեմ, այսօր շատերիս պատերազմը մարմնի եւ արյան դեմ է, եղբոր, քրոջ կամ չգիտեմ, ինչ որ մեկի դեմ։ Ես ուզում եմ ասեմ, այդ պատերազմի մեջ դու չունես հաղթություն։ Կարող է տարիներ պատերազմես, Կայելի նման Աբելին քո կյանքից հեռացնես, բայց հաղթություն չես ունենա։ Դու կարող ես Իսրայելի 11 ցեղերի նման Բենյամինի դեմ պատերազմես, 11 զոհեր, բայց հաղթություն չես ունենա։ Հնարավոր է որոշներս պատերազմում ենք, եւ մեր պատերազմը ոչ թե սրբության համար է, այլ շատերիս պատերազմը աշխարհին վայելելու կամ աշխարհին նմանվելու համար է։ Ես ցավով ասեմ, որ այսօր շատ երիտասարդների պայքար են ստրա համար է։ Ես ասեմ, որ այստեղ դու կարող ես նմանվել, դու կարող ես հասնել քո նպատակին, դու կարող ես նմանվել աշխարհին, բայց դու հաղթություն չես ունենա։